Աշխատանքի բերումով Սայաթնովա շատ եմ գտնում, քանի որ մեր վաճառատունը հենց Սայաթնովա փողոցի վրա է։ Ուզում եմ այսպեսի մի հերետորական հարց տալ, կարող եք դուք վրաերթը ավտովտարից տարբերել ձայնով։ Օրինակ ես կարող եմ, նույնիսկ կարող եմ ասել վրաերթի ենթարկվածի տարիքը, որովհետև ժամանակ առ ժամանակ իմ թիկունքում գտնվող հետիոտնային այս անցումի վրա վրաերթեր է տեղի ունենում։ Չեմ ուզում մանրամասնել, ես մասնագետ չեմ, որ ասեմ հետիոտնն է մեղավոր կամ վարորդը, իսեր Աստծո, թող պատկան մարմինները կամ իրավասու մարմինները այդ հարցերը կարգավորեն, այստեղ ուղղակի խնդիրն է, որ կա պրոբլեմ։ Մարդը բարձրագույն արժեք է ըստ մեր սահմանադրության, իսկ բարձրագույն արժեքը այստեղ 5 րոպե 1 վթարի է ենթարկվում, վտանգի է ենթարկվում։ Ել չեմ ասում, ես էլ եմ վարորդ։ Նույնիսկ վարորդներն էլ տեսել ենք, շատ վարորդներ եմ տեսել վրաերթից հետո, որ մարդկանց այսպես կարելի ասել շակար են ընկել, էլի ուղիղ վատ դրության մեջ են հայտնվել։ Դե ել չեմ ասում տրավմա ենթարկված այն հետիոտները, ովքեր որ վթարի են ենթարկվել։ Մի քանի անգամ բարձրաձայնել եմ ոչ միայն ես, այլ նաև այստեղ այս թաղամասի բնակիչները տարբեր ադյաններում բողոքել են, նամակներ են գրել, բայց իսեր չկա այն հարցի լուծումը, որը որ պետք է տրվի այս պահին։ Այսպես ասենք, անվտանգության առումով, հետիոտնին անվտանգ փողոցից փողոց տեղափոխելու կիցն է։ Հա, առանց չափազանցնելու նույնիսկ անվտանգության թե վտանգավորության կիցը։ Ավելի շատ վտանգավորության նույնիսկ մենք մահվան զեբրա ենք դրել սրա անունը, որովհետև հենց երեք ես էլ անցնելուց մտա մեր վաճառատուն աշխատակցին ու ցանոթներիս ասեցի, որ ես այդտեղ մի հատ մատուր եմ սարքելու, որ մարդիկ մոն վառեն, ես էլ մոն վառեմ ու անցնեմ այս զեբրան, որովհետև հույս չկա, կանցնես այն մյուս ապահով թե չես անցնի մյուս վայր։ Բայց եթե հանեն է զեբրան, ամեն դեպքում մարդիկ գուցե էլի շարունակեն։ Արմենե ջան, այնուամենայնիվ այդպես է, օրինակ ես մի անգամ էլ մի երկրում, չգիտեմ որտեղ էր, այսպես հողակտոր են սարքում, հրապարակ են սարքում ու անցումները չեն սարքում, որովհետև մարդիկ գնում գալիս են, հետո որտեղով մարդիկ շատ են անցել դարձել, այդ հատվածով նոր անցումներ են սարքում։ Այո, հաստատ այստեղից անցու դարձել լինելու է։ Միևնույնն է, չեմ ասում, որ դրամատիկականն է դիմացը, ամենակարևորը, միջոցառումներ, մարդկանց հոսք։ Այստեղ ոչ թե զեբրայի հանելու խնդիրն է, այլ ավելի շուտ ինչ-որ կարգավորում կամ վերանցումային ինչ-որ նախագիծ կամ արգելագող ինչ-որ բաներ, կամ լուսացույց, ինչ-որ հարցի լուծում վերջապես։ Այս 5 օրվա մեջ 2 դեպքի ես եմ ականատես եղել արդեն, մեկը 20 տարեկան տղա էր, վարորդը աղջիկ էր, մեկն էլ 3 էր։ Հա, արդից օգտվելով երեկվա վրաերթի հետ կապված եմ ուզում ասել, այստեղ մի քանի կայքեր միգուցե կամ մի կայքից հաստատ գիտեմ, թուր կարծիք է այն մասին, որ երեկվա վարորդի հետ է կապված այս ակցիան, ոչ, իսեր Աստծո, սա գլոբալ խնդիր է։ Երեկվա վարորդը չէր, այլ մեկ այլ վարորդ էր, 5 օր առաջվա վարորդներ, մի ամիս առաջվա վարորդներ ու այսպես շարունակ վարորդներ։ Այսինքն կարևոր չի վարորդնով է, այստեղ պետք է կարևոր լուծում գտնել, որովհետեւ այդ խնդիրները չունենանք մենք։ Գրավոր դիմումներ եղել են, որ պատասխան չեն ստացել։ Եթե չեմ սխալվում, բնակիչներից եղել է գրավոր դիմել են, ասել են անպայման կգանք, կանգնադառնանք, ներքին գործերի նախարարություն, եթե չեմ սխալվում, ես քիչ առաջ բնակիչներից մեկի հետ խոսեցի, ասեցի կարող է ուզենաք մասնակցել, անպայման ուզում եմ, բայց աշխատանքի եմ, ես էլ եմ ասել եւ պատրոններին, այս բարեկներին է դիմվել եւ ներքին գործերի նախարարություն, բայց հարցին լուծում չի տրվել։ Բայց գծանշումները քաղաքապետարանը չի անում, որքան գիտեմ, քաղաքապետարանի բալանսի վրա չի այլևս։ Հա, եթե չեմ սխալվում, ներքին գործերի նախարարությանն է։ Սա առաջ չի եղել, չէ՞ ստեղ այս գծանշումները, քանի տարի եղել։ Չէ, ժամանակահատված չեմ կարող ասել, բայց մի 4-5 տարի երևի կամ 7-8 հեղափոխությունից առաջ երևի թե չկար, եթե չեմ սխալվում։ Վերջին 1 տարում մոտ քանի նման դեպքեր։ Ես կարող եմ ասել, այս տարվա 1, 2, 3, 4 վրայեր կարող եմ ասել։ Իմ տեսածները, այո, մեկը 20 տարեկան երիտասարդ էր, հիվանդանոցում պարգեց, եթե չեմ սխալվում 6-7 ամիս բուժվելուց հետո փառկասու ամեն ինչ նորմալ է, մեկը տատ եւ թորնիկ էին, մեկը 20 տարեկան տղա, մի քանի օր առաջ եկել 2 անգահասակ երեխան։ Դուք վարորդ եք, օրինակ մի հատ այսպեսի հարց է։ Այո։
Ունեք վերևից եկող կամ ներքևից գալիս տեսադաշտ ունի վարորդը այստեղ էս գծին։ Այս հատվածում այո որոշակի կա երկու Կայանված մեքենաներն են։ այո դրանք էլ իրանց հեշտին նաև այստեղ նշաններ կան անցումների որ այդտեղից անցում է բայց արդեն կանոն է ծառերը տերևները սկսվեց թե չէ դրանք էլ չի երևա հաստատ ու էլ չես էլ տեսնի Բավականաբար լուսացույցի իմ կարծիքով իհարկե մասնագետները պետք է որոշում կայացնեն իմ կարծիքով ամենաճիշտը լուսացույցն է այնուամենայնիվ դե եթե բավականին ծախսերի հետ կապված նաև վերկեդլյա անցումը լինի այդ ժամանակ դե բնական է նաև հաշմանդամների համար կարևոր է այդտեղ պետք է վերելակներ լինեն բան բավականին ծախսատար միգուցե լինի բայց դե այնուամենայնիվ ամեն ինչի համար փող ունենք ես մեկի համար չունենք նորից եմ կգնում մարդը բարձրագույն արժեք է Այսօրվա ակցիայի մասին ճանապարհային չէ չենք տեղեկացրել ինչպես այո հիմա ճանապարհը կփակենք եւ ամենաշատը այսինքն չէ լինում են վտարներ որ վրայեշտերը լինում որ մի 10 րոպեից նոր գալիս են վրայեշտը լինում որ մի 2-3 րոպեից են գալիս հիմա տեսնենք Ներկայացման օրերը շատ վտանգավոր է ժողովուրդը չեն պատկերացնել գյուղերից ու կան ավտոբուսներով երեխեքը հետ ու առաջ կենեն մեքենան մեկը կկարտեն մյուսը կողքից կկա չի զիջե մեկը մեկին այն օրը էլի մեր երեխեն դա մեքենայի տակ մեկ վեճ չկարելի է ստեղ ինչ-որ մեկ բան դնել սվետաֆոր դնել մարդիկ նորմալ անցի դառնան հնարավոր չէ կխնդրենք այդ հարցը բարձրացնեն թող իմանան ինչ կկատարվի պես օր չկար ստեղ դեպք չեղնի Մենք նույնիսկ թատրոնի աշխատողի խփեցին մեքենայի տակ, կոտրված ստացավ մարդերի բամի սիվանդանոց բարգավ։ Ինչն է ձեզ ստիպել այսօր բողոքի ակցիա կազմակերպել։ Գիտեք, ես չեմ կարող ասել սա ինչ է բողոքի ակցիա ինչ է, ես ինքս տեսել եմ ու մասնակցում եմ ու կարծում եմ սա յուրաքանչյուրիս համար անհանգստություն է, որովհետև առաջին անգամ չէ ու մենք կարծում ենք ես թատրոնի անունից եմ խոսում, որովհետև գիտեք ինչքան միջոցառումներ ենք իրականացնում ու շատ երեխաներ են հենց հաճախում թատրոն, դպրոցականներ եւ միշտ այս խնդիրը կա այսինքն ես ինչքան ինձ հիշում եմ մենք խոսում ենք անընդհատ այս ամեն ինչի մասին որ անվտանգ այսինքն խնդիր ունի եւ հետիոտը եւ ես ինքս վարորդ եմ ու չեմ կարող ասել որ միանշանակ վարորդներն են մեղավոր երբեմն հետիոտներ այսինքն որտեղից պատահում անցնում է ու շատ վտանգավոր է եւ մի քանի դեպքեր եղել է եւ հանդիսատեսի հետ կապված դեպք եւ անցորդի դեպք այսպես կես դուրս կես կատակ ասեմ որ այստեղից անցնելիս խաչակրվում ենք նոր անցնում ենք իսկ մենք չգիտեմ ում ենք դիմում այսինքն պատգամ մարմինների եւ խնդրանք իջում է որ պարտադիր պիտի դժբախտ դեպք Պիտի որ մենք բոլորս մտահոգվենք, պիտի լուծում գտնեն այն մարդիկ, այսինքն մասնագետները, ովքեր իրավասու են եւ կարողանան լուծել, որովհետեւ ես վստահ եմ շարունակական բնույթ է կրում եւ չեմ կարող միանշանակ ասել, որ այստեղ բարորդներն են մեղավոր կամ հետիոտը, բայց խնդիր կա, որովհետեւ անընդհատ այստեղ լինում են դեպքեր եւ պարտադիր չէ որ մենք դժբախտ դեպք ականատես լինենք ու նոր մտահոգվենք այս ամեն ինչի մասին։ Մեր խնդրանքը ինչ է, որ այն ովքեր իրավասու են, ովքեր կարող են լուծել այս խնդիրը, լուծեն այնպես, որպեսզի եթե թատրոնից հանդիսատեսը դուրս է գալիս, առավել եւս պատանի հանդիսատեսը, լուծվի այս խնդիրը։ Բոլորիս համար սա շատ կարեւոր է։